Այս process-ը պատմության մեջ կմնա որպես ստահակների ձախողված հեղաշրջում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքն է ընդդիմության հեղաշրջման պլանին, այն հրապարակել է CVKM կայքը։ Ըստ 7 էջանոց պլանի, ընդդիմության հեղաշրջում իրականացնելու քայլերը ներառում են նպատակից մինչև գործողություններ, ռեսուրսներից մինչև ժողովրդին ներկայացվելիք բացատրություններ։ Ըստ այնմ, որպես նպատակ ներկայացված է Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հեռացում եւ իշխանության նոր համակարգի անցում, ժողովրդի, եկեղեցու, սփյուռքի եւ մասնագիտական կառույցների մասնակցությամբ։ Նշվում է, որ յուրաքանչյուր փուլի համար արկա է ամբողջական մանրամասն նախագիծ, իսկ փուլերը 7-ն են։ Փուլ 0 գաղտնի ալիք ստեղծվում է անհանգստության եւ հիասթափության ֆոն։ Նիկոլ Փաշինյանին ծաղրի առարկա դարձնելը նրան վերածել է ժողովրդական մեմի, օգտագործվում են TikTok-ը, շշուկային արշավները, սկսվում է իշխանական հիմքի ներքին ապակայունացումը։ Փուլ 1 ներսից քայքայում, թիրախային ապատեղեկատվություն գաղտնի բանակցությունների մասին, խուճապի սերմանում իշխանական համակարգի ներսում, վստահության կորուստ Նիկոլի մերձավորների շրջանակում, հաստատումներ ռուս գործընկերների միջոցով։ Ըստ պլանի երկրորդ փուլը ներառում է լուրջ ճնշումը առանց մեկնաբանությունների, հանրային հանդիպումների, լուսանկարների տարածման տեսքով, դաշնակիցների հավաքագրումն ու դերաբաշխումը։ Այս փուլի գործողությունների մեջ է մտնում նաև Բագրատ Գալստանյանի թեմերով շրջայցերն ու Սփյուռքի հավաքագրումը։ Այնուհետ հաջորդ փուլով, որը վերնագրված է տագնապի ազդանշան, նախատեսվում է հայտարարել ժողովրդական որոշման եռօրյա, որի շրջանակներում նախաձեռնող խմբի անդամները պետք է ակտիվորեն հանդես գան մեդիա հարթակներում։ Դրան կհաջորդի շարժում եւ վերադարձ փուլը, որը նախատեսում է Սփյուռքի ժամանում կազմակերպվում է ֆորում։ Փուլ 5 մեկ ձայն վերջնական կոչեր բարձրաձայնվում են արժեհամակարգային պահանջներ, հայտարարվում է երրորդյա փողոցային նախաձեռնության ծրագիրը, եկեղեցին ուժեղացնում է հոգևոր օրինականությունը, քննարկվում է Փաշինյանին ու մերձավորներին եկեղեցուց հեռացնելու հարցը։ Եթե հաջողվի համոզել Գարեգին Բ-ին, սկսվում է գործընթացը, որը ուժեղ ազդակ կլինի միավորման համար։ Սփյուռքն ու արտերկրի հայ համայնքները կազմակերպում են բողոքի ակցիաներ Հայաստանի դեսպանատների առջև։ Կայքին հասանելի դարձած ծրագրի համաձայն ընդդիմության պլանավորած որոշիչ փուլը սեպտեմբերի 20-ից 21-ին է նախատեսված, որը լինելու է շարժման գագաթնակետը։ Սեպտեմբերի 21-ին անկախության օրը նախատեսել են իրականացնել ժողովրդի կամքի գործողություն, հրաժարականի պահանջների բարձրաձայնում, անցման մեկնարկ։ Փուլ 7 նոր ուժ կազմվում է ժամանակավոր խորհուրդ։ Սկսվում է ինստիտուցիոնալ անցումը եւ նոր կուրսի միջազգային ճանաչման գործընթացը։ Սկսվում է նախկին համակարգի մնացորդների մաքրում։ Նախաձեռնող խմբի գլխավոր կարգախոսն է լինելու հեռացիր, որ ապրենք թիմը բաղկացած է լինելու երկու նախաձեռնող եւ ռազմավարական խմբերից։ Առաջինը, որը նշվում է որպես զգացմունքային բլոկ, ներառում է հետեւյալ գործող անձանց՝ Բագրատ Գալստանյանը որպես անցումային ժամանակահատվածի վարչապետի թեկնածու, Արմեն Չարչյանը, Հույդա ներկայացուցիչ Սփյուռքից, Ռուսաստանի Սփյուռքի ներկայացուցիչ, Զովաց հերոսի մայր, գործող կամ նախկին զինվորական եւ կին հասարակական գործիչ։ Պլանավորված են նաեւ քաղաքական տեխնոլոգիաները, աշխատանքային խմբերն ու կամավորական ցանցերը, առցանց ակտիվը, փողոցային ֆիզիկական պահուստային ուժը, որը ներառում է 10-ից 15 հազար մարդ, Սփյուռքը, եկեղեցական ցանցերը եւ այլն, որպես քայլ նշված է նաեւ։ Համոզել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հասնել հաշտության ու միասնական աջակցության, ստանալ ռուսաստանյան հայազգի օլիգարխների աջակցություն եւ միջոցներ, համոզել Գարեգին Բ կաթողիկոսին ակտիվություն դրսևորել։ Մարդկային ռեսուրսների թվում նշված են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Սամվել Ալեքսանյանի, ինչպես նաև մի խումբ կազմակերպությունների անուններ։ Հեղաշրջման պլանը ներառում է նաև քայլեր, թե ինչ անել, եթե վարչապետը ստորագրում է համաձայնագիր Ալիևի հետ, սկսում է եկեղեցու հանդեպ ճնշումներ, ձերբակալում է առանցքային դերակատարներից մեկին։ Հաջորդ պլաններում ներառված են այնպիսի ուշագրավ քայլեր, ինչպիսին է օրինակ եկեղեցու անեծքի ծրագիրը, որով մտադիր են հայտարարել, թե եկեղեցին այլևս չի օրհնում այսպիսի իշխանությանը։ Դատախազությունից լուրերին հայտնեցին, որ հրապարակումն ուղարկվել է քննչական կոմիտե վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ Վարդուհի Ազումանյան, լուրեր։